Մարդիկ բաժանվում են 3 խմբի։ Նրանք, ովքեր գողանում են աղքատներից ու հարստանում, նրանք, ովքեր գողանում են հարուստներից ու բանտ նստում, եւ ես, ով պարզապես ապրում է հետեւյալ կարգախոսով. Ինչու վճարել, եթե կարելի է չվճարել։ Միշտ ապիկ ենթադրություններ անել։ Իրականում ամեն բան ավելի բարդ է, քան կարող եք պատկերացնել։ Ալո։ Մենակ չասես, որ ուշանալու ես։ Հագնվելու համար ունես 3 րոպե։ Հələ մի րոպե կապի մեջ մնամ։ Bonjour, monsieur. Bonjour. La patrie. Oui. Le riz moraclé pour les sortants martiaux. Étranger, c'est les bois, les choux, les vanilles, les fruits, la panitre. Oui, monsieur, oui. Étranger. Qu'est-ce que tu as? Menace voir. Oui, monsieur, oui. Oui. Cartoones? Ah, ton aime. Tout pour rentrer. Zéro, 5, 3, 5, 7, 8, 9, 1, 2, 3. Это ведь верно. 7, tweak. Je parle. 10 րոպեից կնստի։ Անցած ամսվաններ, չէ։ Լրիվ չանես։ Մենակ էսօր բենզինի փողը։ Ես ռեժիսոր եմ։ Սովորել ու ավարտել եմ գրեթե ավարտել եմ թատերական ինստիտուտը։ Ավարտական աշխատանքս այդպես էլ չկարողացա անցնել։ Հանձնաժողովը այդպես էլ չընդունեց, որ իմ Ռոմեոն թույն չխմեց, իսկ ես չէի կարող ընդունել, որ կարելի է մեռնել հանուն սիրած աղջիկը։ Դրանից հետո իմ առջև փակվեցին բոլոր թատրոնների դռները։ Ու հենց այդ ժամանակ ես որոշեցի բեմադրել իմ կյանքի ամենաեկամտաբեր ներկայացումը՝ օպերացիա Մեծապատիվ մուրացկաններ։ Դիկտանգ եւ պարոնայք, խնդրում եմ զբաղեցրեք ձեր տեղերը, ներկայացումը սկսվում է։ Հայդե, ես Մանուկ Թարխանյանն եմ, հիշեք այս անունը, դուք այնտեղ շատ կլսեք։ Չէ, լավ, տղեկ ջան, ես ոտով կիչտ եմ։ Մանուկ, շատ աշնոր տղադուս եկար, ոչ բարև, ոչ բարի լույս։ Համաձայն եմ, մնում է իշացլեք ձեզնից ովա բարև նովա բայլուսը։ Արա հերիքա կապիկություն անես, հողերն ուրա։ Հողերը, եթե իրականում մեզ պային այդի ոլորտում է։ Մեզի ձեռը առնում։ Աղ! Ասել եմ կտամ, իչև ամսավերջ կտամ էլի։ Հայրիկյանի համբերության բաժակը արդեն լծվել է։ Լծվել է, վրից մի քիչ ֆրտացրեք։ Ես եմ Անից ինձ կերտեք, հայրիկյանի պարկենով ա տալում։ Էսի քո վերջի շանսն է։ Ախր ես ինչ եք անում, չեք տեսնում ստեղ երեխաներ են խաղում։
Ոնց կարելի է ասենց բան անել։ Մի հատ հանգստացի այ ընկերուի։ Ինձ ստեղ ոչ մեկ չի կարաս ինչ անեմ ինչը չէ։ Ու вообще սաղը կորցրել եք ձեզ։ Լսի, պետք կլինի կկանգնեմ հենց բիսետկի մեջտեղը։ Սաղը թափրկել եք։ Դավայ գնա կանի ոտս կաս ինչ եմ դրել։ Խուլիգաններ, անշնորհքներ։ Ինչ ես փնփնթում։ Այ քեզի բան։ Մեքենադ ոնց որ անշարժ գույքի գործակալություն լինի։ Հա։ Ինձ բան չունես ասելու։ Ուսով եմ ես չէիր պատրաստվում մեքենայից հասկցել։ Հա դե մեկը հաստատ մի օր խափնվելու ես։ Ամեն մարդ թող իր գործով զբաղվի, հա։ Կուզեիր բոլորի ինպես իրենց գործն անեին։ Սողոմոն աղայի, ինչպես ասում են ամբողջ կյանքն ու գործունեությունը մի թղթապանակի մեջ։ Էլի ինչ-որ բան կա, որ պետք է իմանալ իր մասին։ Չգիտեմ ինչքանով է դա էական, բայց գիշերը քնելուց դիմակ է հագնում։ Ամեն ինչն է էական։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես կարող եմ ձեզ ինչ-որ բանով օգնել։ Փորձում ենք կողմնորոշվել։ Շատ լավ, համեցեք։ Ալերգիաներ, հակացուցված դեղորայք, սննդամթերք, որ օրգանիզմը չի ընդունում։ Ոչ մի նման հիշատակում։ Այս շատ լավ է։ Հրաշալի ընտրություն։ Շնորհավոր։ Շնորհակալ եմ։ Տեսեք, հատուկ ձեզ համար մենք առաջարկում ենք կասկոյի լավագույն պայմանները։ Okay. Շատ լավ։ Ընդուք մինչև մեքենայի արժեքի 100%-ի չափով։ Շատ լավ։ Մեզ հետ դուք պարզապես մոռանում եք մեքենայի հետ կապված բոլոր վախերի մասին։ Հրաշալի է։ Ցանկացած պատահար, կտուրից մեքենայի վրա ընկնող աղյուս, բակի երեխաների չարաճճիության հետևանք, ու ի դեպ Աստված մի արասցե, վթարի դեպքում մենք հոգում ենք մեքենայի նորոգման բոլոր ծախսերը, եթե անգամ մեղավորը դուք եք։ Վատ չի։ Իհարկե հանճարեղա քո պլանը, բայց դրա համար լուրջ թիմ է պետք։ Պետքա կունենանք, ու շատ լուրջ թիմ կունենանք։ Ուղղակի դու մինչև Աղայանի Երևան գալը պետքա իրան շատ լավ ճանաչես։ Էլ չասեմ, որ նախապատրաստվելու համար շատ քիչ ժամանակ է մնացել։ Բայլում ես սպասում։ Այ հիմա է պետք աչքդ ներկել։ Ափսոս չի։ Չէ։ Ես պահի։ Գժվում եմ քո այս երազկոտ տեսակի համար։ Վան Գոգը եթե չերազեր, 27 տարեկանում նոր չէր սկսի նկարել։ Ընդամենը 10 տարի հետո արվեստի 2100 գործ չէր ստեղծի։ Հա, ճիշտ ես, երազելը լավ բան է, եթե դա չի խանգարում իրականությանը։ Յուրաքանչյուր երջանիկ իրականություն նախկինում երազանք է եղել։ Ուալ քաղաքում երբ որ այս սրճարանը իմը կլինի, ու տերասայում նստած մենք միասին գինի խմելուց կլինենք, ես քեզ տեսերվա մասին կհիշացնեմ։ Իսկ ինչ վերաբերվում է ժամանակին, դա կառավարելի մեծություն է։ Համաձայն եմ, բայց ժամանակի արագությունը հակադարձ համեմատական է մեր արագությանը։ Ապրես, 5։
Այո, փաստացի անդունդին առաջ կտրուկ ոլորան եմ, ու այնտեղ պարտադիր պետք է լիներ նախազգուշացնող նշան։ Ցավում եմ։ Այնպես որ մենք ձեզ կփոխհատուցենք ապահովագրական ողջ գումարը, դա կգանձենք ճանապարհը սպասարկող ընկերությունից։ Մեր մասնագետներն այցելել են դեպքի վայր եւ համոզվել, որ նշանը բաց Առողջություն եմ մաղթում։ Այդ հիմքով մենք համարում ենք, որ վթարի պատասխանատվությունը ոչ թե ձեր, այլ ճանապարհը սպասարկող ընկերության վրա է։ Երևի հիմա կմտածեք ես մանր-մունր խարդախություններով զբաղվող մեկն եմ։ Ոչ, պարզապես դա իմ ամենամեծ տաղանդն է։ Իսկ իրականում այս ամենը ընդամենը նախավարժանք է, գլխավոր թիրախին ամերիկահայ միլիոնատեր աղայանին հասնելուն ընդառաջ։ Ամեն դեպքում թագույն այդքան է սրտովս չի։ Կարևոր աղայանի սրտով լինի։ Հավես լուրջ եմ ասում։ Ուրիշ տեխնացիաներ ունես։ Չէ, բայց ինքը վստահելի չի։ Աղայանը հիմա որտեղ է։ Դե 20 րոպե առաջ դուրս է եկել։ Նա այնտեղ է կամ այնտեղ է, չգիտեմ որ կողմում է Ամերիկան։ Մեզ քիչ ժամանակ է մնացել, պետք է արագացնենք։ Զանգի ճանապարհը սպասարկող կազմակերպություն ասա էժան նշաններ կան, կարող է ուզել։ Իսկ կարողա թիմը հավաքենք, հետո թագու հետ հանդիպեիր։ Ինչպես ասում են, ոչ ոք առանց խայծի ձկնորսության չի գնում։ Ոչ վերջում դու չամուսնանաս թագու հետ։ Բարև ձեզ։ Քունջ էի պատվիրել, պատրաստ է։ Արմեն։ Այո։ Հոլանդական վարդերն են, չէ։ Չէ, սպիտակ վարդեր։ Կներեք, բայց դուք հոլանդական վարդեր չէիք պատվիրել։ Ավելի ախր պատվիրել ենք, ինչ ուշադիր եղեք, ինձ ոնց կլինի ախր։ Մի անհանգստացեք, սպիտակ վարդերի փունջել ունենք, խնդրեմ։ Շատ լավ։ Ավելին ասեմ, սրանք ավելի էժան են, քան հոլանդական վարդերը։ Ավելի լավ։ Ես ձեզ դեռ գումար ունեմ վերադարձնելու։ 6000 դրամ։ Դա ձեզ որ հաջորդ անգամ չշփոթեք։ Անչափ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Տեսնում եմ, տեսնում։ Աղա ջանյա, առանց համազգեստ չճանաչեցի։ Հարստանալու եք առանց համազգեստ։ Իսկ դու ոնց տեսնում եմ էլի համազգեստով ես։ Հա, հանդիպման եմ, շտապում եմ։ Առաջարկիս համար ինչ մտածեցիք։ Աղա ջանյան, աղբոր պես ինձ հանգիստ թողեք էլի։ Քանի ես հանգիստ էի, դու հանգիստ էիր։ Բայց հիմա ես վերադարձել եմ ու առաջարկում եմ վերադառնանք մեր զրույց։ Բայց ես էլ բան չունեմ ձեզ ասելու։ Մանուկ, ախր ինձնից լավ գիտես, որ դու վերջը Հայրիկյանի ձեռքով ես գնալու։ Քանի ուշ չի, արի բաժին։ Իսվի մեր հետ։ Համ դու կթեթևանաս, համ էլ մենք դրան բռնելու հիմքեր կունենանք։ Դե անցած անգամ մեկը զրուցեցինք, չլսեցինք, դուրս հրավիրեցիք։ Այդ տղա, որովհետև մանկությանը թուշերով էիր կիսվում։ Որովհետև այդ իմ կյանքի ամենաթանկ բանն է։ Մանուկ լրջացի, ես գիտեմ, որ դու Հայրիկյանին մեծ գումար ես պարտել։ Ու դրան լիկվիդացնելը մեր երկուսի շահերից է բխում։ Աղջկան սպասացնել այդքան էլ սիրուն բան չի։ Դու գիտես։ Բայց իմացի, եթե մեր հետ չհամագործակցես, դու էլ դրանց հետ գնալու ես։ Գնաց։
Գնում է։ Հացային գործի։ Ես դրան ես լիֆտի մեջ կկախեի, բայց մտածեցի պարտքերը տունից ենք վերցնելու։ Ուղղակի այս անգամ վստահ ասես, որ փողերը տալու է։ Լավ, դուք փաստորեն չեք պատկերացնում, հա, որ շուլերը այդ գործ ունեն։ Լավ, դուք չեք ջոգում, որ դրա ամեն մի ասածը չի կարելի սենց միանշանակ ընդունել։ Դու վատը գիտեք որն է, որ սեն շարունակվի, չէ։ Ինքը ձեզ ընդհանրապես լուրջ չվերաբերվելու։ Բա։ Հասկանում եմ, ուղղակի այս անգամ ամեն ինչը մի տեսակ ուրիշ էր։ Այն հին ձևերով հագնվել էր, կապվել էր։ Այդ տեղից էր պետք սկսել։ Դուրն բլակոտը մեծ ձուկա բռնե։ Լավ։ Այս բայից սկսած ձեր խնդիրը հետևյալն է։ Հետևել դրա ամեն մի քայլին։ Պարզա։ Գերասիմ բարեկամս, ողջույն։ Ինչպես ես։ Տեղում է։ Քիչ մնաց մոռանայի։ Կյանքս կերարել էլ ներվերս չի դիմանում։ Գիտես, չէ, մի ամիս ինձ տանջեց, մինչև իր ուզած կարմիր սպրոցները գտա, հիմա էլ թե չէ, կարմիրը չեմ ուզում, կառալվին եմ ուզում։ Նես տպավորություն եմ, որ սեղեկողները այդ սպրոցներին են նայում։ Ոնց ես։ Քեզնից լավ։ Ինձ թվում է բոլորն էլ ինձնից լավ են։ Տեղում է շեֆդ։ Միթինգ է անում։ Արի։ Տիկին Սվետա, նորմալ սրբեք, մեզ կերակրողը այդ ձողն է։ Թագուհին այն եզակի գեղեցիկ ու իմաստուն կանացից է, ով համոզված է, որ չի կարելի անել ամեն ինչ փողով, սակայն կարելի է անել ամեն ինչ հանուն փողի։ Երբ հաճախորդը հարցնում է ինչ հյուրասիրեմ, ինչ պիտի պատասխանեք։ Самый дорогой напиток։ Իսկ կան մարդիկ, որոնք պարզապես ջուր են ուզում։ Սովորական ջուր։ Գիտի, դու ինձ ոչինչ չունես ասելու։ Тагуиджан, этот парень ее друг детства, они вместе учились. Она просто не хотела ставить его в неловкое положение. Բարև ձեզ։ Հաջորդ անգամ ներում չի լինելու։ Հուսով եմ չխանգարեցի։ Փողերս ես բերել։ Ավելի լավ բան։ Այդ տղա փողից ավելի լավ բանը ո՞րն է։ Ավելի շատ փող։ Քեզանից շատ բան չի պահանջվում։ Ուղղակի անելու ես այն, ինչ այլ ես քո նախկին 10 ամուսինների հետ։ Ամուսնանում ես պայմանագրով, հետո ամուսնուց սիրու հետ բռնացնում ես, ամուսնալուծվում ես ու այդ գործի 15%-ը քոնն է։ Բայց ոչինչ, որ այդ նախորդ քո ասած դեպքերում կեսն էր իմը։ Այս անգամ էլ է կեսը։ Ուղղակի այդ կեսի 70-ը մեզ, 30-ը քեզ։ Դե բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իդեպ այս ծաղիկները ձեզ։ Ու ինչի ես պիտի համաձայնվեմ։ Որովհետև այս անգամ այդ 15%-ը շատ ավելի շատ է, քան քո
նախորդ բոլոր գործերը միասին վերցրած։ Խոսքը գնում է մոտավորապես 45 միլիոն դոլարի մասին։ Լսի, ինձ ինչի է թվում, որ ես քո պարտքը չվերադարձնելու հերթական հեքիաթներից մեկն է։ Թագուի ջան, մտածելու համար ունես ընդամենը 3 օր ժամանակ։ Երիք խնդրում եմ, շուտ արա 30 վայրկյան մնաց։ 30 վայրկյանում կարելի է այս ամենը նորից կրկնել։ Չսկսես, Երիք դե։ Աստեղ, մի հատ մտի task manager ու անջատի հետ ուզում ընկտ։ Երիք, ՏՏ ոլորտի հսկաներից է, ում դուրս են թողել համալսարանից հենց առաջին օրը, երբ պարզ է դարձել, որ վերջինս ընդունվել է ամենաբարձր միավորներով, չնայած որ քննություններին չի մասնակցել։ Հն ինչ եղավ։ Ալո։ Բարև ձեզ։ Չէ, գիտեք, ուղղակի մենք հենց հիմա կարող եք ստուգել ամեն ինչ պատրաստել։ Կա մեկ ով ինձ կբացատրի, թե ինչի ենք մենք նախարարության կայքի անվտանգությունը ապահովում կարևորագույն գործարքից 1 վայրկյան առաջ։ Որովհետև 1 վայրկյան հետո կլներ անիմաստ։ Հələ դու սուս մնա։ Թող պատասխանեն նրանք, ում այդ գործը հանձնարարված էր։ Ինչ եք սսկվել, խոսացեք։ Այ հիմա դու սուս մնա։ Ինձ զանգ է գալիս։ Չհասկացա, ինչ ձև ես հետս խոսում, Երիք։ Ես ոչ մեկին թույլ չեմ տվել հետս այդպես խոսան։ Ճիշտ։ Քո ոչ մի աշխատակից իրավունք չունի քո հետ այդ տոնով խոսալու։ Բայց այս պահից սկսած ես էլ քո աշխատողը չեմ։ Ես ոնց ենք այդ պրոյեկտները հանձնելու, Երիք։ Հետ արի, Երիք։ Մանուկ, չգիտեմ ինչ ես մտածել, բայց համաձայն եմ։ Ասա ուր գամ։ Հիմա ուշադրություն, ալե։ Դավիթ, քաղաքի ամենատաղանդավոր աճպարարն է, ում մուտքն արգելված է բոլոր խաղատներ։ Իսկ իրավապահները ամեն կերպ խուսափում են նրա հետ առնչվելուց, քանի որ Գողոնը միշտ հենց իրենց գրպաններից է հայտնաբերվում։ Խնդրում եմ մի հատ բոլորդ համոզվեք, որ սա իսկական է, համոզվեք, դուք էլ համոզվեք։ Հոպ։ Հիմա ես այս 10,000 դրամը անհայտացնում եմ։ Եվ նա, ով կգուշակի թե ես որտեղ եմ պահել ես գումարը, 10,000 դրամը կլինի իրեն։ Ես իմանում եմ դրանք ձեր հետևի գրպանը։ Ավելի կոնկրետ, այն ձեր հետևի աջ գրպանը։ Շատ լավ, եթե ես հենց հիմա իմ աջ գրպանի 10,000 դրամ չհանեցի, դու ես ինձ 10,000 դրամ տալիս, համաձայն ես։ Չէ, կարող է խաբեք ձերը տանեք հետևի գրպանն ու փողը չտաք։ Բա ինչ ես առաջել։ Ես հանեմ։ Լավ։ Դու հանի։ Դե։ Կարթարեք, սրտան շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ ամեն ինչ արդարեք, շնորհակալություն, թե ինչ ես գնացի, կհանդիպենք հաջողություն։ Կարաս մի օր մարդավարի հետս կապի դուզ գաս։ Ափսոս չէր այդ մի հարցի պատասխանը տենց սպառեցիր։ Գոնե Երիկին կհարցնեիր ոնց արեց։ Երիկի։ Էրո։ Դավիթ։ Աննան էլ աստեղ։
Բրիվո։ Տղեկ, նրանք աղբոր պես ասեք այդ ոնց արեցիք, էլի։ Էդի պետրուկը հնարքներն ինձ ասում ես, էլի։ Ապեր ոչ պեաճպարար իր հնարքները չի ասում, կետ գրված օրենք է։ Իմը գրված օրենք է, որ իմանանք կնստացնեն են այս որ գնացինք առաջինգի։ Լավ, ստախոտ ես մետան։ Հիմա ինչ տարբերակ չկա։ Չէ, Զավեն, այս անգամ տարբերակ չունեմ։ Այսօրվա պես հիշում եմ, երբ առաջին անգամ մտար մեր բաժին։ Ջահել, ամփորձ, իսկ հիմա։ Պարոն Կարապետյան, այդ հոգեբանական ճնշումները թող։ Հիմա որ դարնա։ Այս արդեն որի երրորդ դեպքն է։ Ոստիկանի նախկինը չի լինում։ Դու ո՞նց ես կարում։ Ես իմ կյանքի լավագույն տարիները տվել եմ համակարգին։ 45 տարի։ Այս լեզվով ասել է հեշտ է։ Դու այդքան կաս։ Այ վիրավորականն էլ հենց էդ է։ Որ տվել ես ու հիմա այս հենց գործերով ես զբաղվում։ Իմ թոշակը սկի քո սուրճին չի բավականացնի։ Իսկ ես հիվանդ կին եմ պահում։ Զավեն վերջ տուր, հա։ Հասկացի յուրաքանչյուր հանցագործության հիմքում ինչ-որ մեկի կարիքն է։ Հիմա ես ինչ անեմ, բոլորին բաց թողնեմ։ Այ տղա, ինչ հանցագործություն։ Ընդամենը հարևանիս անունով ապարիկ են վերցրել։ Հա, բայց հարևանը դրա մասին չի իմացել։ Որ չի իմացել, ոնց է բողոքել։ Զավեն իմացել է, երբ որ հարկադիրից նամակ է ստացել։ Հիմա ես մեղք ունեմ, որ հարկադիրը վատ է աշխատում։ Վերջ։ Ես դատական որոշում ունեմ, ես քեզ ոչ մի բանով այս անգամ չեմ կարող օգնեմ։ Կալանք։ Միակ տարբերակը նա, որ ողջ գումարը փոխածուց ես։ Դա սա կալանք էլի։ Լսում եմ։ Հա, ստեղ է, բա ուր է։ Բա։ Ով։ Լավ։ Աստորեն այս անգամ էլ պլստացիր։ Բայց իմացի Զավեն, հաջորդ անգամ հաստատ նստելու ես։ Հիմա ազատ ես։ Ինչ-որ մեկը քո փոխարեն գումարը բերել վճարել է։ Զավեն, գնա։ Զավեն, վարորդ, ինժեներ, գյուտարար, քիմիկ եւ ֆիզիկ։ Մի խոսքով ամեն ինչ բացի օրինապաշտ քաղաքացուց։ Չնայած որ սրբորեն պահպանում է բոլոր չգրված օրենքները։ Մանուկ, ես քեզ ասել էի, չէ, որ թարգել եմ։ Հա, գիտեմ։ Հենց նոր թարգացիդ համար էի վճարում։ Չէ, իրոք սա վերջին անգամն է։ Ձայ Զավեն, մնացել է 9-րդ հարգի հարևանը։ Ասենք իր անունով էլ մի բան վերցրեցիր, բա հետո։ Հավատ ասենց մանր-մունր բաներով կնոջդ բուժման հարցը չես լուծի։ Որ նստեմ էլ չի լուծվի։ Չէ, այս անգամ ամեն ինչ իդեալական մտածված է։ Մենք ուղղակի օգնում ենք, իսկ մնացածը անում է թագուհին։ Ես քո այդ վճարած գումարը կվերադարձնեմ, մանուկ։ Ես հաստատ վերջին անգամ։ 20 միլիոն դոլար։ Կոդ 240304 վաճառվում է կոմերցիոն տարածք 210 մետր քառակուսի մակերեսով։ Արկա է տաք և սառը ջուր, օդափոխման և ջեռուցման համակարգեր։ Հարմար է ցանկացած տիպի կոմերցիոն գործունեություն ծավալելու համար։ Տարածքի տերերը Ամերիկայում են, տարածք վաճառելու համար բրոկեր են գտել։ Ինձ։ Այս դու կարողանալու ես այս տարածքը վաճառել։ Տափակ հարցերի էլ չեմ պատասխանելու, լավ։ Ես ես փնտրում։ Եվ այսպես Սողոմոն Աղայան ծնվել է 1960 թվականին Հալեվում։ 1973 թվականին արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ ընտանիքով տեղափոխվում են Ամերիկա։
որտեղ նա շատ լավ կրթություն է ստանում եւ արդեն 20 տարեկան հասակում իր մտերիմ ընկերոջ հետ սկսում է զբաղվել ձեռնարկատիրությամբ եւ վաստակում իր առաջին միլիոնը։ 90-ականների վերջերին ընկերոջ հանկարծամահ լինելուց հետո հասկանում է, որ համատեղ ստեղծած բիզնեսները ինքնուրույն չի կարող կառավարել, որոշում է վաճառել դրանք եւ հիմնել աղբի վերամշակման ընկերություն։ Արդեն 25 տարի է զբաղվում է աղբի վերամշակմամբ։ Ամուսնացած չի էլ եղել։ Սիրում է թանկարժեք իրեր, համեղ ուտեստներ, մի խոսքով կարելի ասել սիրում է ճոխ կյանքով ապրել։ Քաղաքական հայացքներ չունի, բայց վստահ է, որ զբաղվում է քաղաքականությամբ։ Դե աղբը նկատի ունի էլի։ Խմում է բացառապես հայկական կոնյակ։ Վատ տրամադրության դեպքում վիսկի։ Չի ուզում իր վատ տրամադրությունը փոխանցել կոնյակին։ Այսքանը։ Ավելի ինֆորմացիայի համար կարող եք դիմել այս թղթապանակի օգնությանը կամ զանգահարել ինձ։ Շնորհակալություն ուշադրության համար։ Եվ այսպես ներկայացում 3 գործողությամբ։ Արար առաջին, կոնֆիդան։ Վաստակում ենք Սողոմոն Աղայանի վստահությունը։ Արար երկրորդ, մատրիմոնիում։ Ամուսնացնում ենք թագուհուն Սողոմոն Աղայանի հետ։ Արար երրորդ, դիվիզիո։ Կազմակերպում ենք դավաճանության ակտ, որի պատճառով թագուհին բաժանվում է պարոն Սողոմոն Աղայանից եւ վերցնում նրա կարողության ուղիղ կեսը՝ $150 միլիոն, որի 70%, այսինքն 105 միլիոնը մեր բաժինն է։ Ներկայացման ավարտին յուրաքանչյուրս կունենանք մոտավորապես $21 միլիոն։ Վարակույր։ Այսինքն մոտավորապես։ Ինչի կարող այդքան էլ չլինի։ Դե կներեք էլի։ Այսինքն եթե լինի $20 միլիոն $800,000, չես համաձայնվելու։ Վատ չի։ Ոնց վատ չի։ Ինչը վատ չի։ Պատկերացնում եք ինչ գումարի մասին է խոսքը։ Վստահ ես, որ ճիշտ թիմ ենք հավաքել։ Լավ, այդ շահույթը հասկացանք։ Բա կորուստը։ Կորուստը վատագույնը հոտված 178, խարդախություն։ Նվազագույն աշխատավարձի 300 պատիկից 500 պատիկի չափով տուգանք, կամ կալանք, առավելագույնը 2 ամսով։ Հոտված 178 երրորդ կետ, խարդախություն կազմակերպած խմբի կողմից։ Առանձնապես խոշոր չափերով, ազատազրկում 4-ից 8 տարի։ Ում համար 8 տարի, ում համար ցմա։ Իսկ կարծում էի ուժեղ տղա ես կդիմանաս։ Լավ։ Սա յուրաքանչյուրիս հեռանալու վերջին շանսն է։ Կամ գնում եք հիմա, կամ մնում եք մինչև վերջ։ Տիկնայք և պարոնայք, մեծապատիվ մուրացկաններ օպերացիան համարում եմ սկսված։ Օդից մեռնեմ, Հայաստան ջան։ Վահ։